Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 29-րդ տուրի տեսությունը։ Մրցապոլը մեկնարկեց Ալաշկերտ Գանձասար խաղով եւ այստեղ 1 գոլ խփվեց Ալաշկերտը նվազագույն հաշվով առավելության ասա մրցակցի հետ պայքարում, բայց հանդիպումը բավական լավ էին սկսել Գանձասարի ֆուտբոլիստները, երկու վտանգավոր պահ ստեղծեցին, բայց երկու դեպքում էլ չկարողացավ Սեյդու Կոնեն գրավել մրցակցի դարպասը։ Մենք տեսանք դրվագ նաեւ Junior Mani-ի մասնակցությամբ նա շրջանցեց դարպասապային Գոր Մանուկյանին, բայց գոլ խփել չկարողացավ։ Կոնեի երկրորդ հնարավորությունն ենք տեսնում, շատ վտանգավոր էր, բայց Գոր Մանուկյանը փրկեց դրությունը։ Հանդիպման միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսում 68-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանի փոխանցումից հետո Պավել Կիրենկոն աչքին կավ դարպասի գրավման, Ալաշկերտը աղթեց նվազագույն հաշվով։ Ալաշկերտը միավորների քանակը հասցրեց 20-ի եւ 10-րդ տեղում է։ Գանձասարը շարունակում է մնալ Fastex Premier League-ի միակ թիմը, որը դեռ հաղթանակ չի գրանցել 25 հանդիպումներից հետո Կարեն Բարսեղյանի թիմը վաստակել է 3 միավոր եւ վերջին տեղում է։ Ֆելիք Հովհաննիսյանը կարող է ֆուտբոլային շքեղ գոլ խփել, բայց նրա դարպասից հետո դարպասաձողը օգնության հասավ մրցակցին։ Արարատ Արմենիան սեփական դաշտում ընդունեց Շիրակին եւ հաղթեց 5-1 հաշվով 21-րդ րոպեին Սեդրիկ Դոն բացեց խաղի հաշիվը Ռուդիկ Մկրտչյանի կատարած փոխանցումից հետո աչքին կավ դարպասի գրավմամբ րոպեն նրանց վարկյան նրանց ավելի ճիշտ Արարատ Արմենիան վերականգնեց հաշվին։ Հավասարությունը Էդգար Գրիգորյանի փոխանցումից հետո Տենտոն Յենեն խփեց։ Նա պատասխան գոլը մոտ տարածությունից ուժեղ հարվածով Տենտոն Յենեն Արարատ Արմենիայի պատմության մեջ գլխավոր գոլահարը դա կուղարկեց մրցակցի դարպասը։ Հանդիպման 31-րդ րոպեին Արարատ Արմենիան նաև երկրորդ գոլը խփեց, Ժիրայր Շաղոյանը աչքին կապ դարպասի գրավմամբ շատ գեղեցիկ գոլ էր, Շաղոյանը վերջին շրջանում հրաշալի մարզավիճակում է եւ Ժիրայր Շաղոյանը Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում արդեն 4 գոլ է խփել ու կատարել է 2 ասիստ, նա այս խաղում նաև գոլային փոխանցում կատարեց։ Երկրորդ խաղակեսում մնացած գոլերը խփեցին Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները երկրորդ կեսի հենց մեկնարկում փոխարինման մտավ Մեթյու Գբոմադուն, որը դուբլ ձևակերպեց եւ երկրորդ կեսում 1 գոլ էլ խփեց նաեւ Տենտոն Յենեն, ահա Մեթյու Գբոմադուի առաջին գոլը շրջանցեց Դարկո Վուկաշինովիչին եւ անարգել գրավեց մրցակցի դարպասը, սա Մեթյու Գբոմադուի 5-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս բանի կազմում 2 գոլ եւ 4 ասիստ էր կատարել Fastex Premier League-ում։ Տենտոն Յենեի գոլը եւս տեսանք Ժիրայր Շաղոյանի կատարած փոխանցումից հետո Տենտոն Յենեն գրավեց մրցակցի դարպասը, իրոք հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Տենտոնը 15 գոլ, 4 ասիստ այս մրցաշրջանում ու շարունակում է պայքարել գլխավոր ռմբարկու դառնալու համար։ Իդեպ այս խաղում խփած գոլերի շնորհիվ նա հավասարվեց իր թիմակից Մարիուս Նուվիսին, որը եւս 15 գոլ է խփել, առաջնության գլխավոր գոլահարը Նոայից է Գոնսալո Գրիգորիուն, որը իդեպ Վանի դեմ մրցավեճում կարմիր քարտ ստացավ, որակազրկվելու է հնարավորություններ ունեն իհարկե Տենտոնը ու Մարիուս Նուվիսին հասնելու Գոնսալո Գրիգորիուին։ Տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացավ Ուրարտու ստադիոնում, Ուրարտուն 8 համապատասխան գնդակ ուղարկեց Վեստ Արմենիայի դարպասը, Արեն Մելքոնյանը, Արեգ Աղասարյանը, Հարիտոն Այվազյանը, Ալեքսանդր Պուսկոն եւ Արտեմի Գունկոն աչքին կան դարպասի գրավմամբ, Արեն Մելքոնյանը, Պուսկոն դուբլ ձևակերպեցին։ Իրոք շատ լավ հանդիպում անցկացրեց Ուրարտուն եւ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին։ Նա տեսնում ենք երթով, շարքով եւ կարգով Ուրարտուի խփած գոլերը Դմիտրի Գունկոյի թիմը նախորդ հանդիպումը չէր հաղթել, ոչ ոքի արդյունքով էր ավարտել Շիրակի դեմ մրցավեճը, այս խաղում 8 համապատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, միավորների քանակը հասցրեց 55-ի եւ երրորդ տեղում է Վեստ Արմենիան, որտեղ խնդիրները շատ են, 9-րդն է 23 միավոր է վաստակել Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը ու այս խաղում էլ ոչ մի պայքար առաջարկել մրցակցին չկարողացավ, հիանալի տպավորություն թողեց այս խաղում Ուրարտուն, իդեպ գոլային փոխանցումների ետրիկ ձևակերպեց Պոլյարուսը, որը նույնպես շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Ուրարտուն
հաջորդ հանդիպումը անցկացնելու է ԲԿՄ-ի դեմ, դա արտակ նախաղել լինելու Ուրարտուի համար, Դմիտրի Գունկոյի թիմը պայքարում է Եվրագավաթային ուղեգիր հաճելու համար ու յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր միավոր իհարկե ճակատագրական նշանակություն ունի Գունկոյի թիմի համար եւ տեսնենք թե իրադարձությունները ինչպես կդասավորվեն։ Արեն Մելքոնյանը այս հանդիպման գլխավոր հերոսներից էր, 3 գնդակ կարողացավ ուղարկել մրցակցի դարպասը, հետրիկ ձևակերպեց, եւ այս մրցաշրջանում արդեն 7 գոլ է խփելու մեկ ասիստ է կատարել։ Ուրի գլխավոր հանդիպումը կայացավ Չարենցավանի քաղաքային ստադիոնում, Վանը ընդունել էր Նոային, շատ թեժ պայքարում անցավ հանդիպումը, առաջին գոլն էլ խփեց Կարեն Նալբանդյանը, Տուգանայինից շատ ուժեղ արվածով գրավեց մրցակցի դարպասը, երկրորդ խաղակեսում Նոան վերականգնեց հաշվի հավասարությունը, Էլդեր Ֆերեյրան աչքի ընկավ դարպասի գրավմամբ Վիրջիլ Պինսոնի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, բայց շատ արագ կարողացավ Վանը ևս մեկ գոլ խփել 65-րդ րոպեին, Մոմոտ Ուրեն փոխարինման մտած ֆուտբոլիստը գնդակը ուղարկեց Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, փոխարինման մտած ֆուտբոլիստները կառուցեցին այս գոլը Արսեն Սադոյանի փոխանցումից հետո Մոմոտ Ուրեն ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 11-րդ գոլը, բայց Նոան մինչև վերջ պայքարեց եւ Նոան հանդիպման 93-րդ րոպեին կարողացավ խփել երկրորդ պատասխան գնդակը Գոնսալո Սիլվան, երկրորդ խաղման մեջ աչքի ընկավ դարպասի գրավմամբ, Նոայի կենտրոնական պաշտպանը այս մրցաշրջանում 3 գոլ է խփել եւ կատարել է 2 ասիստ, այս գոլից հետո իհարկե շատ վատ միջադեպ տեղի ունեցավ ֆուտբոլիստների մարզիչների միջև Վայ Գևորգյանը հեռացվեց տեխնիկական գոտուց կարմիր քարտ ստացավ Ջունիոր Դոսոն, Վանի պայստայինների թվում ընդգրկված ֆուտբոլիստը Գոնսալո Գրիգորիուն Նոայից հեռացվեց խաղադաշտից առաջնության գլխավոր ռմբարկում դրանից հետո ֆուտբոլիստները վերադարձան խաղադաշտ, բայց վտանգավոր պայեր չտեսանք ու հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով Ուրի գլխավոր անակնկալը գրանցվեց Փյունիկի եւ ԲԿՄ-ի միջև խաղում։ ԲԿՄ-ն հաղթեց Հայաստանի չեմպիոնին Արայք Էլոյանը դուբլ ձևակերպեց, նրա առաջին գոլն ենք տեսնում։ Երկրորդ խաղակեսում 50-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը Արայք Էլոյանը, 83-րդ րոպեին Էլոյանը նաեւ դուբլ ձևակերպեց, նա 9 գոլ է խփել, կատարել է 2 ասիստ Astex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում ամենը 21 տարեկան է այս ֆուտբոլիստը ու բավական լավ մարզավիճակ է հավաքել Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ԲԿՄ-ն սկսել է բավական գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել եւ շատ հաճելի է տեսնել այ երիտասարդ ֆուտբոլիստներին նման կարգավիճակում ու այս խաղում էլ շատ լուրջ պայքար առաջարկեցին Հայաստանի չեմպիոնին ու պատմության մեջ առաջին անգամ հաղթեցին Փյունիկին Արայք Էլոյանի երկրորդ գոլը շատ գեղեցիկ էր Ցածկեց Փյունիկի դարպասապահը փորձեց փրկել դրությունը Ստանիսլավ Բուչնևը, բայց գնդակին հասնել չկարողացավ, ստացավ վարմար առավելություն։ Վանակի կենտրոնական մարզական ակումբը եւ այդ առավելությունը բաց չթողեց, ընդամենը 1 գոլ կարողացավ Փյունիկը խփել, Մատաս Վարեյկան կրճատեց հաշվի տարբերությունը, Մատաս Վարեյկան Փյունիկի այն քիչ ֆուտբոլիստներից է այս պահին, որոնք լավ մարզավիճակում են, Վարեյկան ձմեռային տրանսֆերային պատուանի տեղափոխվեց Փյունիկ եւ ընթացիկ մրցաշրջանում արդեն 7 գոլ է խփել Վարեյկան 25-ամյա արձակվողը այս խաղում էլ հանդիպման 83-րդ րոպեին Վարեյկան կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ինչպես նշեցի, ավելին անել Փյունիկը չկարողացավ, դիտում ենք նաև Մատաս Վարեյկայի խփած գոլը միջին տարածությունից կատարած սարվածի միջոցով գոլ խփեց։ Փյունիկը միավորների քանակը հասցրեց 50-ի, ավելի ճիշտ է մնաց 50 միավորով, ոչ թե հասցրեց քանակը 50-ի եւ 4-րդ տեղում է, իսկ ԲԿՄ-ն ունի 32 միավոր եւ 6-րդ նաև Փյունիկը իհարկե եւս ձգտում է Եվրագավաթային ուղեգիր ունենալ ու այդ տեսանկյունից իհարկե շատ կարեւոր է առնվազն պահպանել 4-րդ տեղը, Վանը 7 միավորով է հետ մնում Փյունիկից։ Այսքանը տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Էդմոն Մարտիրոսյանը, հաջողություն։